Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Հայաստանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության շրջանակում զարգացնել արհեստական բանականության տեխնոլոգիաները, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աստանայում անցկացվող ԵԱՏՄ հանձնաժողովի ընթացքում։ Նրա խոսքով Հայաստանը կարևորում է միության երկրների միջև համատեղ մոտեցումների ձևավորումը, հատկապես տեխնոլոգիական անվտանգության, էթիկայի և տվյալների կառավարման ոլորտներում։ Գրիգորյանը նաև նշել է, որ նման գործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու մրցունակությանը։ Այսօր արհեստական բանականության դարաշրջանում մեր առջև նոր խնդիր է դրված, ոչ միայն կրթել մարդկանց, այլ նաև մեքենաների, հասկանալ մեր լեզուներն ու մշակութային ժառանգությունը։ Համոզված եմ, որ արհեստական բանականության զարգացման նկատմամբ պատասխանատու և նորարարական մոտեցումը մեր երկրներին հնարավորություն կտա ձևավորել կայուն, անվտանգ և մրցունակ ապագա։ Հայաստանը պատրաստ է առարկայական երկխոսության և համատեղ գործնական աշխատանքի, այս ուղղությամբ բոլոր համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաքում։ Հանձնաժողովին մասնակցում է գրեթե 3000 մարդ 44 երկրից։ Հանձնաժողովում քննարկվում են թվայնացմանը, տնտեսական զարգացմանը և նոր տեխնոլոգիաներին նվիրված հարցեր։ 2026 թվականին միջոցառումն անցկացվում է Ղազախստանի նախագահության ներքո։ Մինչ Երևանը քննարկում է տեխնոլոգիական օրակարգը, քաղաքական դաշտում շարունակվում են քննարկումները Հայաստանի արտաքին քաղաքական հավասարակշռության շուրջ։ Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակով գտնվել է կառավարությունում և լրագրողների հետ զրույցում ընդգծել, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական մոտեցումները չեն փոխվել։ Ես երբեք չեմ հայտարարել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու այսօրվա մեր մտադրության մասին։ Ես ասել եմ, որ միջև այն կետը, քանի դեռ Եվրասիական տնտեսական միությանը անդամ լինելը եւ Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի process-ները համատեղելի են, մենք այդ ճանապարհով գնալու ենք։ Այդ կարող է համատեղել լինի մինչև 2030 թիվը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2035 թիվը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2040 թիվը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2026 թվի դեկտեմբերը, այդ կարող է համատեղել լինի մինչև 2027 թվի հունիսը։ Փաշինյանի այս հայտարարություններից հետո արձագանքել է նաև Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով Հայաստանի պաշտոնական հայտարարություններն ու իրական գործողությունները հաճախ չեն համընկնում։ Միևնույն ժամանակ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է Հայաստանը դիտարկել որպես կարևոր գործընկեր Հարավային Կովկասում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև նշել է, որ Մոսկվան դեմ չէ Հայաստանի արտաքին կապերի ընդլայնմանը, սակայն կարծում է, որ Երևանի ներկայիս քաղաքականությունը հավասարակշռված չէ։ Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու մտադրության մասին, որ թույլ չեն տա Հայաստանը օգտագործվի մեր երկրի դեմ, սակայն մենք սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Իսկ դրանք ավելի ու ավելի են հակասում այդ խոսքերին։ Արձանագրում ենք, որ Արևմուտքը հակառուսական տրամադրություններ բորբոքելու նպատակաուղղված արշավ է իրականացնում Նիկոլ Փաշինյանի թիմի ցուցադրական թողտվության պայմաններում։ Բառացիորեն ամեն օր արտահոսքեր են լինում այն մասին, թե Մոսկվան իբր միջամտում է Հայաստանի ներքին գործերին, հիբրիդային հարձակումների ենթարկում նրան։ Իհարկե մեզ չի կարող չանհանգստացնել Հայաստանի Հանրապետության ղեկավարության մերձեցման գիծը Եվրոատլանտյան համայնքի հետ, որի գլխավոր քաղաքական վեկտորը ուղղված է հենց Մոսկվայի դեմ։ Հայաստանի իշխանության նման գիծը լղոզում է մեր երկրների միջև փոխշահավետ ռազմավարական գործընկերությունը։ Դրանից ստացվող բոլոր առավելությունները կորցնելու ռիսկեր է ստեղծվում Երևանի համար։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին ուշագրավ զարգացում է գրանցվել նաև ԱՄՆ-ի կողմից։ ԱՄՆ նախագահը երբևէ առաջին անգամ բացահայտ աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Դա տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցից ընդամենը 2 օր անց։ Ինչ նպատակ ունի այս հայտարարությունը և ինչ է թաքնված տողատակերում, մեկնաբանել է քաղաքագետը։ Օտար երկիր
միջամտում է Հայաստանի ներքաղաքական ընտրություններին։ Սա բացահայտորեն ինքնիշխանության նկատմամբ ոչ հարկալից վերաբերմունք է, եւ եթե որևէ այլ երկիր, Իրանը, Ռուսաստանը եւ ասենք Բրազիլիան հայտարարությամբ հանդես գար այդ երկրների նախագահները, բնականաբար դա մենք կդիտարկեինք որպես վիրավորանք։ Իսկ Ռուսաստանում քննադատել են Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության պայմանագիրը։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով այդ փաստաթուղթը ավելի շատ նման է նախընտրական աջակցության, քան լիարժեք ռազմավարական գործակցության։ Ну, то, что касается договора о стратегическом партнерстве, Ինչ վերաբերում է ռազմավարական գործունեության պայմանագրին, եկեք պատկերացնենք։ Մարդը ժամանում է ընդամենը 1 ժամով, այդ 1 ժամվա ընթացքում հասցնում է ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրել։ Սա ավելի շատ նման է նախընտրական քարոզարշավի կամ նախընտրական քարոզարշավին աջակցելու փորձի։ Ավելի լուրջ մանրամասների մեջ խորանալը դժվար է, որովհետև նախ այդ մանրամասները չկան, եւ երկրորդ, ռազմավարական գործունեության պայմանագիրն ինքնին պետք է նախատեսի առանձին ուղղություններ, եւ դրանցից յուրաքանչյուրը պետք է բավականին խորը մշակված լինի։ Մենք դա դեռ չենք տեսել։ Հայ-ռուսական հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել նաև ԱՊՀ դիտորդական առաքելության շուրջ։ Մարիա Զախարովայի խոսքով Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է, որ Ռուսաստանի որոշ քաղաքացիների ներկայությունը խորհրդարանական ընտրության դիտորդական առաքելությունում ցանկալի չէ։ Մոսկվան պարզաբանումներ է պահանջել եւ հայտարարել, որ այս որոշումը թյուրըմբռնում է առաջացնում ռուսական կողմում։ Հաշվի առնելով մեր հարաբերությունների բնույթն ու առաջիկա ընտրության կարևորությունը, մենք դրական արձագանքեցինք համապատասխան դիմումին եւ ակտիվորեն ձեռնամուխ եղանք նախապատրաստական աշխատանքներին։ Ցավոք հայ գործընկերները ոչ պաշտոնապես տեղեկացրել են առաքելության կազմում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկվելու անցանկալիության մասին։ Նրանք երբեք Հայաստան այցելելու խնդիր չեն ունեցել։ Մի քանիսին անձամբ եմ ճանաչում։ Հրաշալի մասնագետներ են, սիրում ու հարգում են Հայաստանը։ Ես չէի կարող պատկերացնել, որ Ռուսաստանի այդ քաղաքացիներն այնպիսի բան են արել պաշտոնական Երևանի նկատմամբ, որ արգելում են նրանց մուտքը։ Կարող եմ միայն ենթադրել, որ նրանք գտնվում են ԵՄ-ի սանիտարական ցուցակներում, եւ դա ասես պաշտոնական Երևանի կողմից ԵՄ-ի ավագ ընկերներին հաճոյանալու ձև է։ Քննարկումներ են սպասվում կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Լուսավոր Հայաստան կուսակցության դիմումի հիման վրա այսօր կքննարկվի իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությանը դիտորդական հավատարմագրումից զրկելու հարցը։ Կուսակցությունը պնդում է, որ կազմակերպության գործունեությունը չի համապատասխանում դիտորդի անկողմնակալ սկզբունքին։ Իսկ նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իշխանության անգործության հետևանքով Հրազդանում փակվել են 3 կարևոր գործարան։ Նրա խոսքով հարյուրավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի, սակայն իր քաղաքական թիմը ծրագրում է վերագործարկել արտադրությունները եւ նոր աշխատատեղեր ստեղծել։ Հրազդանի ցեմենտի գործարանը 8 ամսվա ընթացքում փոփոխություններից հետո մենք վերագործարկելու ենք։ Պատնեշը 8 ամսվա ընթացքում, 7-8 ամսվա ընթացքում փոփոխությունից հետո ստանալու է պատվերներ, վերագործարկվելու է։ Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը։ Երբ ես սենց եմ ասում, հնարավոր է դուք չպատկերացնեք հողի վրա դա ինչ է նշանակում։ Տասնյակ միլիոնավոր դոլարների աշխատավարձեր, հազարավոր մարդկանց գործի տեղեր։ Հրազդանը գտնվում է Հայաստանի կենտրոնում, սահմաններից հեռու, երկաթուղային լավ գծի վրա, էներգետիկ կենտրոնն է, ամենաիդեալական տեղն է իր աշխատասեր բնակչությամբ արտադրություններ հիմնելու, որով ես զբաղվել եմ, մինչև ես քաղաքականությամբ զբաղվել եմ։ Ու ամեն շաբաթ եղել եմ Հրազդանում ու տեսել եմ ձեր աշխատանքը։
Սարդարապատի հուշահամալիրում Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պետության հիմքը թշնամու ողորմածությունը չէ, այլ սեփական ուժն ու արժանապատվությունը։ Նրա խոսքով այսօր հասարակությանը փորձում են համոզել, թե խաղաղության միակ ճանապարհը զիջումներն են, սակայն դա վտանգավոր մոտեցում է։ Սաղաթելյանը նշել է, որ Հայաստանը պետք է ունենա ուժեղ պետություն եւ անվտանգ սահմաններ։ Մենք ունենք դրա համար անհրաժեշտ մարդկային ներուժ, պրոֆեսիոնալ թիմ եւ ծրագիր։ Իշխանափոխությունից հետո վերածնված Հայաստանը լինելու է ոչ թե անվերջ տագնապների ու սպառնալիքների, այլ կայունության երկիր։ Երկիր, որտեղ սահմանին կանգնած կլինի ժամանակակից հզոր հայկական բանակը, իսկ հայ մարդը իր երկրում կապրի խաղաղ, հանգիստ եւ երջանիկ։ Սիրելի հայրենակիցներ, ի վերջո ազգերի ճակատագիրը որոշում է ոչ թե նրանց կրած պարտությունը, այլ դրանից հետո վերականգնվելու կամքը։ Այն ազգը, ով ունի սարդարապատ եւ ապրում է այդ ոգով, չի կարող հանձնվել եւ չի հանձնվելու։ Սարդարապատում էր նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանը թուլացել է ներսից սպառակտումների, պարտությունների եւ հասարակական հոգնածության պատճառով։ Քոչարյանի խոսքով առաջիկա ընտրությունը որոշելու է, Հայաստանը կկարողանա պահպանել իր պետականությունը, թե ոչ։ Այսօր մեզանից ոչ ոք զողողության չի պահանջում զողողություն, ինչպես 108 տարի առաջ է եղել։ Մեզանից պահանջվում է ընդամենը մեկ բան՝ սթափ որոշում։ Մենք պարտավոր ենք ինքներս մեզ հարց տալ, ինչ երկրում ենք ուզում ապրել եւ ինչ երկիր ենք թողնելու մեր երեխաներին։ Ուժեղ, հայկական եւ ինքնիշխան պետություն, թե մի տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։ Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովուրդը 108 տարի առաջ ապացուցել է, որ կարող է պահել եւ փրկել իր պետականությունը։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ալի Բաղերին հայտարարել է, որ տարածաշրջանը կարող է լինել կայուն առանց Միացյալ Նահանգների մասնակցության։ Նա մեղադրել է Վաշինգտոնին ռազմատենչ քաղաքականության համար եւ ընդգծել, որ Իրանը կողմ է, որ խնդիրները լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Իսկ Աքսիոսը հայտնել է, որ ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնել են եւս 60 օր շարունակել հրադադարը եւ միջուկային բանակցությունները, սակայն վերջնական համաձայնագիրը դեռ չի ստորագրել Դոնալդ Թրամփը։ Միևնույն ժամանակ Իրանի կողմից հնչել են կոշտ հայտարարություններ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները Բանդար Աբասի շրջանում, դրանք որակելով միջազգային իրավունքի խախտում եւ պահանջելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջամտություն։ Սակայն Վաշինգտոնից եւս հնչել են կոշտ հայտարարություններ։ ԱՄՆ ֆինանսների նախարարը չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգները կարող է վերսկսել հարվածները Իրանի դեմ։ Նրա խոսքով Թրամփը նախընտրել է խաղաղ համաձայնագիր, սակայն եթե բանակցությունները ձախողվեն, ռազմական տարբերակը կրկին կդիտարկվի։ Մերձավոր Արևելքում իրավիճակը միաժամանակ ավելի է սրվել նաև մեկ այլ ուղղությամբ։ Իսրայելը ռմբակոծել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ռազմական գործողությունները շարունակվելու են։ Նրա խոսքով Իսրայելը շարունակում է ուժեղ հարվածներ հասցնել եւ դրանք չեն դադարելու, քանի դեռ հակառակ կողմը չի հանձնվել։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 26-ից 28, իսկ երեկոյան 15-ից 17 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է, կհանդիպենք։